5 բան, որը քեզ կօգնի մարզումների ժամանակ քեզ հիասքանչ զգալ ու էներգիայով լի լինել։ Առաջինն ու ամենակարևորը ածխաջրեր։ Ածխաջրերը մեր էներգիայի համար մեկ աղբյուրն են ու երբ մեր մարմնի գլիկոգենի պաշարները կամ մեր արյան շաքարի մակարդակները ցածր են, մենք մեզ ավելի թույլ ու հոգնած ենք զգալու պարապմունքի ժամանակ։ Դրա համար պարապմունքից առաջ ածխաջրեր ուտելը շատ մեծ կարևորություն ունի։ Եթե մինչև պարապմունքը քիչ ժամանակ է մնացել, ցանկալի է ուտել պարզ ածխաջրեր, որպեսզի սրանք հասցնեն յուրացվել, իսկ եթե շատ ժամանակ ունեք, կարելի է նաև ավելի բարդ ածխաջրեր ուտել, օրինակ պարապմունքից մի 2-3 ժամ շուտ։ Երկրորդը էլեկտրոլիտներ՝ նատրիում, կալիում, մագնեզիում, կալցիում, քլորայդ, ֆոսֆետ։ Սրանք բոլորը շատ կարևոր են մկանների նորմալ աշխատանքի համար, ու սրանց պակասությունը, հատկապես աղի, կարող է ինքնազգացողության վրա շատ բացասական ազդի։ Ու չէ, քեզ էլեկտրոլիտների հավելումները օգտագործել պետք չի, որովհետև սրանց մեծ մասը ուղղակի անիմաստ թանկ ու արհեստական համտված աղ է։ Կալիումը, մագնեզիումը ու ֆոսֆատը արդեն կան բազմաթիվ մրգերում, օրինակ բանանի մեջ, իսկ նատրիումի ու քլորայդի համար կարելի է ուղղակի մի քանի գրամ աղ օգտագործել մինչև պարապմունք սնունդի մեջ։ Երրորդը այդ քունն է, որովհետև գիշերը վատ քնելը բնականաբար ազդելու է քո հաջորդ օրվա ինքնազգացողության վրա։ Եթե ինչ-ինչ պատճառներով շատ վատ ես քնել, կաֆեինը կարող է բավականին օգնի այս հոգնածության զգացողությունը պարապմունքի ընթացքում չեզոքացնել։ Քանակային մոտ 3-ից 6 միլիգրամը ամեն 1 կիլոգրամ զանգվածի համար համարվում է էֆեկտիվ դոզա ֆիզիկական կատարողականությունը բարելավելու համար։ Չորրորդը այդ մոտիվացիան է։ Ամեն ինչ ինչ-որ բարձրացնում է քո մոտիվացիայի մակարդակները, լինի այդ երաժշտություն, մրցակցություն, ինչ-որ նոր կամ քեզ հետաքրքրող հմտություն սովորել եւ այլն, նաեւ ուղղակիորեն ազդում է նրա վրա, թե դու ինչքան մեծ կենտրոնական շարժողական ազդակ կարող ես ստեղծել ու ինչքան մկանաթելեր կարող ես ակտիվացնել թիրախային մկաններում։ Ու 5-րդը այդ այնա, թե դու օրվա ընթացքում երբ ես մարզվում։ Մարդկանց մեծ մասի համար օրվա 8 ժամի մարզվելը, երբ դու ամբողջ օրը գործ ես արել, դաս ես սովորել կամ ուղղակի ուրիշ մենտալ կամ ֆիզիկապես հոգնածնող բաներ ես արել, բացասական է ազդելու քո մարզման որակի վրա։ Դրա համար եթե դու կարաս օրվա առաջին կեսին մարզվես, երբ դու ավելի թարմ ես, այս ամենայն հավանականությամբ քեզ կօգնի ավելի լավ պարապմունք ունենալ։